Ես երգչունի եւ հանդիսավարուհի Սոֆի Դանիելյանն եմ։ Սիրով ողջունում եմ Խաչատրյանների բոլոր հարազատներին, բարեկամներին, հարևաններին եւ ընկերներին։ Ֆլոքս ռեստորանային համալիրի այս շքեղ սրահից։ Այսօր նրանց մեծ սիրո տոնն է, սեր, որ ստեղծվել եւ անցել է երկար ճանապարհ, սեր, որ դարձել է ամուր ընտանիք, սեր, որի շնորհիվ լույս աշխարհ եկան 3 արու զավակներ։ Իսկ դուք սիրելի ներկաներ, լինելով նրանց սիրո վկաները, այսօր հրավիրված եւ ներկա եք մասնակցելու Նեկտար եւ Հակոբ Խաչատրյանների ոսկյա հարսանիքին։ Ասենք աչքներս լույս լինի։ Թեք սիրելի ներկաներ, չչարաշահելով ձեր իսկ համբերությունը, այս պահին առաջարկում եմ գեղեցիկ շփտան, ջերմ ծափահարեք արդեն միմյանց եւ երեգոր հայտարարենք բացված։ Միան ծափարություններ ինքներդ ձեզ։ Իսկ երբ ներս կմտնեն թագավորը եւ թագուհին, ապա հարկ է, որպեսզի նրանց դիմավորենք արքայավայել։ Եվ այս պահին պիտի խնդրեմ, որպեսզի բոլորս միասին ոտքի կանգնենք, բուռն ծափողջունների ներքո էլ ուզում եմ հրավիրել ներս մեր ամենակարևոր գլխավոր զույգին, գեղեցկուհի հարսնացու Նեկտար մայրիկ, ամենահմայիչ փեսացու Հակոբ հայրիկ, դիմավորում ենք նրանց ջերմ ծափարություններով։ Ինչպես ասում են, էլի չհարսանիք, առանց հարսի քողի։ Ես այստեղ պատրաստել եմ գեղեցիկ անակնկալ եւ ուզում եմ, որ անպայման բոլորս միասին եւս մեկ անգամ վայելենք այս գեղեցիկ րոպեները, եկեք բոլորս միասին երգենք 7 անգամ պտտելով այս հարսի քողը։ Ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, մեր ասենք շնորհավոր։ Եվս մեկ անգամ եկեք ջերմ ծափահարենք նրանց։ Ինչպես կարգն է, ինչպես հարսին վայել է, ես ցանկանում եմ անպայման այսպիսի գեղեցիկ տեսք ունենա մեր հարսը, պիտի խնդրեմ հարգելի Նեկտար մայրիկ, մեր հարսնացու, ողջ երեկոյի ընթացքում ինչքան հնարավոր է շատ մնա այս քողը ձեր գլխին։ Համաձայն եք, չէ՞ բոլորս։ Ծափահարում ենք սիրելի ներկաներ, դուք արդեն կարող եք նստել, շարունակում ենք երեկոն, գնացինք տուշի, ասենք շնորհավոր, համեցեք։ Դե ինչպես կարգն է արդեն դիմավորում են հարսիկները, և խորնիկները, լավաշովում է դրով, ինչպես ավանդույթ է։ Ծափ, ծափ, մեր հյուրերը ծափարում են,
պատվավոր տեղերը։ Խաղաղություն, սեր ու երջանկություն է մաղթում ձեր արդեն կայացած ընտանիքին։